քաղաքական հետապնդման փաստեր լինում կամ իրավապահ մարմինները գերազանցած էին նույն լիազորությունները, ես հիշում եմ, որ որոշակի ազդեցություն ուներ պատգամավորի ինստիտուտը, այսինքն եթե X թվով պատգամավորներ միջնորդում էին, միջամտում էին, հաստատ որոշակի կայունաստող դրական իմաստով դեր էր դա կատարում, ինչ կարծիքի, ինչի այսպես արժեզրկվեց նաև պատգամավորական ինստիտուտը, որտեղ հիմա ես տեսնում եմ, որ ընդդիմադիր պատգամավորների մասով հատկապես, ընդհանրապես որևէ դեր չունի միջնորդությունները եւ այլն։ Շատ ճիշտ նկատառում եք անում, որովհետև 5-րդ գումարման ազգային ժողովում ես ինքս էլ բազմաթիվ արեքներ են եղել եւ անձնական երաշխավորություն եմ ներկայացրել եւ դա դատարանի համար հիմք է հանդիսացել խափանման միջոցը վերանայելու։ Պատգամավորի ներկայությունը դատական նիստի ընթացքում արդեն իսկ եղել է այսպես զսպող այո եւ զգաստացնող միջոց ողջ դատավարության ընթացքում։ Հիմա ճիշտ է, անձնական երաշխավորությունները պատգամավորների եւ հատկապես ընդդիմադիր պատգամավորների դատական իշխանության կողմից հաշվի չեն առնում, որովհետեւ այսօր դատարանները ծառայելով մեկ անձի կամքին նաեւ ունեն ազատություն, գործելու այնպես, ինչպես իրենք ցանկանում են։ Այսինքն, երբ որ իրենց ուղղակի կամ անուղղակի ցուցումներ է տրվում որոշակի գործերով կայացնել որոշումներ, նաև ազատություն է տրվում իրենց կողմից միջոցների ընտրության հարցում։ Հետևաբար, այս առումով արդեն իրենք կաշկանդող որևէ բան չեն ունենում։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես պատգամավորի ինստիտուտի այսպես արժեզրկմանը, ես օրինակ այսօր համեմատություն չեմ կարող անցկացնել այսօրվա եւ 5-րդ, ինչու եմ 5-րդը նշում, որտեղ ես այդ ժամանակ եմ եղել պատգամավոր, այսօրվա եւ 5-րդ գումարման պատգամավորների նկատմամբ վերաբերմունքին։ Բոլորովին այլ իրավիճակ է, նաեւ ինստիտուտի արժեզրկման առումով, որովհետեւ ես նաեւ այստեղ օբյեկտիվ պատճառներ եմ տեսնում, որովհետեւ երբ հասարակությունը տեսնում է, թե ազգային ժողովում ովքեր են նստած, ովքեր են հայտնվել ազգային ժողովում, ովքեր որ իրենց կենսագրության մեջ այսպես ամբողջությամբ սպիտակ էջ է եղել, մեկ էլ հանկարծ հայտնվել են պարլամենտում, դրանից նաև ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել։ Եվ այսօրվա իշխանության փոփոխությունից դրանց հեռացնելուց հետո առաջին կարևոր խնդիրը պետք է լինի պետական ինստիտուտների այս կազմալուծված իրավիճակի վերացումը, որովհետև այս գործողությունները, որ անում են այսօրվա իշխանությունները, գիտեք, այսպես մեկ անգամյա հետևանք առաջացնող գործողություններ չեն, սրանք տևական հետևանք ունեցող գործողություններ են եւ շատ բարդ է լինելու վերականգնել այս բոլոր ինստիտուտների եւ հեղինակությունը եւ ընդհանուր ուրեմն այս վերականգնել այդ ինստիտուտները, որովհետև այն վնասը, որ իրենք հասցրել են այս բոլոր պետական ինստիտուտներին, երևի թե այս պահին նույնիսկ չենք էլ տեսնում ու չենք էլ գիտակցում։ Այո։ Շնորհակալություն։